Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք աշխատանքի ուսուցումը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է արաբագետ Համլետ Սիմոնյանը։ Համլետ, ողջույն, տեղեկացնեմ, որ խոսելու ենք արաբագիտությունից ու առհասարակ արաբագիտությունն ասվածը ինչ է ներկայացնում, ինչ հեռանկարներ կան, քանի որ Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին թե դիվանագիտական առումով, թե տնտեսական տարբեր հարաբերությունների առումով արաբական տարբեր երկրների հետ հարաբերություններ է կառուցում, ուզում եմ հասկանանք առհասարակ, եթե ուսանողները 4 կամ 5-6 տարի սովորում են արաբագիտության ֆակուլտետում, իրենք ինչ կրթություն են ստանում, որը նաև օգտագործում են պրակտիկ ոլորտում։ Շատ լավ, Ալբերտ, մեր շնորհակալություն շատ հրավիրելու համար, վստահ եմ շատ հետաքրքիր զրույց կունենանք։ Արաբագիտությունը ինքնին շատ համապարփակ, շատ ընդգրկուն մասնագիտություն է, որը իր մեջ ներառում է արաբական արժեհամակարգային նորմերի, կրոնական նորմերի, պատմական, աշխարհագրական տարբեր դետալների ընդհանուր ուսումնասիրությունը։ Ժամանակի ընթացքում, տարիների ընթացքում արաբագիտությունը ունեցել է զարգացում որպես գիտություն, դառնալով արևելագիտության ամենակարևոր ճյուղերից մեկը։ Դա նաև պայմանավորված է արաբական աշխարհի թե տնտեսական, թե նաև քաղաքական առումով զարգացման հետ։ Շատ լավ նշեցիր, որ Հայաստանը բարելավել է իր հարաբերությունները, իր դիվանագիտական եւ ինչ-որ նաև քաղաքական տնտեսական հարաբերությունները մերձարևելքի երկրների հետ, մասնավորապես արաբական աշխարհի երկրների հետ։ Հենց ամենավերջին թարմ երևույթը կարելի է համարել Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի անկախության ճանաչումը, որը շատ հետաքրքիր իրադարձություն էր Հայաստանի եւ արաբական երկրների միջև հարաբերությունների պատմության մեջ։ Դե կարծում եմ հայտնի է մեզ, որ Հայաստանը կամ հայ ժողովուրդը ավելի շուտ տարիներ շարունակ արաբական մի շարք երկրներում ներկայացված է եղել շնորհիվ հայկական գաղութների, որոնք արաբական երկրներում բնակություն են հաստատել, հայերը արաբական երկրներում բնակություն են հաստատել մեծ եղեռնի հետևանքով տարբեր քաղաքական գործընթացների արդյունքում են հայերը հայտնվել արաբական երկրներում եւ տարիներ շարունակ հասարակության ներսում հայերը շատ հետաքրքիր եւ կարեւոր դեր են զբաղեցրել արաբական տարբեր երկրներում։ Եվ այս իրավիճակում բնականաբար սպասելի է եւ բնական է, որ Հայաստանը կձգտի լավ հարաբերություններ հաստատել արաբական աշխարհի երկրների հետ։ Այդ առումով իհարկե շատ կարևոր առաքելություն ունի մեր ամբիոնը, արաբագիտության ամբիոնը, որը կարելի ասել եւ ունի շատ հարուստ պատմություն, նաեւ միևնույն ժամանակ երիտասարդ համատաբար երիտասարդ կրթական կենտրոն է, որովհետեւ որպես այդպիսին ամբիոնի կարգավիճակ ստացել է 1992 թվականին։ Իհարկե մինչև այդ տարբեր կարգավիճակներով եղել է զարգացում, եղել է գործունեություն, բայց 1992 թվականից ի վեր գոյություն ունի ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնը։ Խոսեմ մի քիչ այդ քո ասած 4, 5, 6 անգամ տարվա ֆորմալ կրթության մասին։ Դե ինչպես շատ այլ ֆակուլտետներում, արևելագիտության ֆակուլտետում եւ արաբագիտության ամբիոնում բակալավրի ուրեմն կրթական ծրագիրը տևում է 4 տարի։ Ինչպես նաև ուսանողները հնարավորություն ունեն 1 տարի սովորել արաբական երկրներից մեկում, այս պատրությամբ հայկական կողմը նմանատիպ հարաբերությունների եւ համագործակցության մեջ է արաբական հետեւյալ 4 պետությունների հետ՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հորդանի Հաշիմյան Թագավորության, Քուվեյթի պետության եւ վերջերս նաև Կատարի պետության հետ։ Եվ ինչպես արդեն նշեցի, մեր ամբիոնի ուսանողները հնարավորություն են ստանում այս 4 երկրներից որևէ մեկում անցնել 1 տարվա կրթական ծրագիր, լեզվի կրթական ծրագիր։ Իսկ արդեն Երևանի պետական համալսարանում, այսպես ասած մայրբուհում, արդեն մայր համալսարանում մենք 4 տարիների ընթացքում շատ բազմաբովանդակ կրթական ծրագրեր ենք ուրեմն դասավանդվում, որ իրենց ենթադրում է լեզվի ուսուցում, բնականաբար արաբերենը լինելով աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկը, կարիք ունի պատշաճ ուսումնասիրության եւ 4 տարի շարունակ մենք ուսումնասիրում ենք այդ լեզուն, այդ լեզվի առանձնահատկությունները եւ քերականական եւ հնչյունաբանական եւ այլն։ Նաեւ
արաբական աշխարհը եւ նախաիսլամական եւ իսլամական շրջաններում արաբական երկրների պատմությունը աշխարհագրական ուրեմն առանձնահատկությունները, որոնք կան արաբական աշխարհում։ Ես ամեն ինչ ուսումնասիրվում է արաբագիտության ամբիոնում 4 տարիների ընթացքում։ Դες կան օրինակ մասնագիտություններ, ինչպեսիք են PR-ը, տեխնոլոգիաները տարբեր ոլորտների մարքեթինգը ինչ որ առումով, որոնք ունեն նաև ոչ ֆորմալ կրթություն, այնտեղ 1 տարի, 6 ամիս արաբագիտությունը կարելի է դասել այդ կուրսերին։ Նայեք, ըստ էության այդ 1 տարվա ծրագիրը, որ մենք գնում ենք ինչ որ երկիր, արաբական ինչ որ երկիր սովորելու, կարելի է ինչ որ առումով համարել նաև ոչ ֆորմալ։ Այսինքն այնտեղ չնայած մենք գնում ենք համալսանում սովորելու, անձամբ ես սովորել եմ Հորդանի Հաշիմյան թագավորության Հորդանի համալսանի լեզվի կենտրոնում, որը ոչ լեզվակիների համար ուներ դասընթացներ արաբերենի 1 տարվա ուրեմն տևողությամբ։ Այնտեղ շատ հետաքրքիր, շատ արդյունավետ կերպով ֆորմալ եւ քո նշած ոչ ֆորմալ կրթության մոդելները համատեղվել են եւ ներդաշնակության մեջ են եւ այդ առումով ուսանողների համար շատ ավելի հաճելի էր այնտեղ սովորելը։ Ինչ վերաբերում է Երևանի պետական համալսարանի մեր արաբագիտության ամբիոնին, արաբելագիտության ֆակուլտետի, կան նման տարբեր միջոցառումներ, նման պրակտիկաներ, որոնց միջոցով մենք մեր սիրելի մասնագիտությանը ավելի մոտենում ենք ոչ ֆորմալ կրթության ձևերով։ Օրինակ տարբեր միջոցառումներ, տարբեր հանդիպումներ մասնագետների հետ, մասնավորապես օրինակ անցած տարի Սիրիայից դիվանագիտական խումբ էր ժամանել, պարբերաբար դեսպաններ են գալիս հյուր մեր ամբիոն, մեր ֆակուլտետ։ Այսինքն այս նմանատիպ միջոցառումները, նմանատիպ հանդիպումները ինչ որ տենց ոչ ֆորմալ առումով բավականին արդյունավետ են դարձնում ընդհանուր ուսուցումը։ Այսինքն մեկը այդ ակադեմիական կրթություն ասվածը արաբագիտության դեպքում բնականաբար պարտադիր պայման է, բայց կա sense մի այսպիսի հարց, ես շատ եմ օրինակ լսում դրա մասին, որ լեզուները, որոնք ուսումնասիրվում են, արաբագիտությունը, իրանական լեզուները կամ եվրոպական լեզուները, չգիտեմ, որտեղ սովորում են ուսանողները, իրենք երբ որ ուրիշ երկիր են գնում, բավականին բարդությունների են հանդիպում են առումով, որ այստեղ սովորում են գրականը, իսկ այնտեղ արդեն ավելի ժարգոնային, խոսակցական ինչ որ բանով դուք որ գնացիք Հաշիմյան թագավորությունն այնտեղ բախվեցիք արդյոք այդ խնդրին, այստեղ գրական եք սովորում արաբերենը։ Իհարկե բախվեցինք, բնականաբար բախվեցինք, որովհետև մասնավորապես արաբերենի պարագայում գրական արաբերենը եւ խոսակցական բարբառային արաբերենը իր տարբեր դրսևորումներով բավականին տարբերվում են իրարից։ Բայց կարծում եմ այդ փորձառությունը, որը մենք ձեռք բերեցինք, նաեւ հասկանալ եւ խոսել այն արաբերենով, որը ըստ էության ավելի է օգտագործվում մեր օրերում, դա եւս մաս է կազմում այդ ընդհանուր արաբագիտության ուսումնասիրության ճանապարհի, որը մեզ դարձնում է ավելի լավ մասնագետ։ Իհարկե եղան բարդություններ, ինչ խոսք, եւ ոչ միայն ինդեպ լեզվական տեսանկյունից, նաեւ մշակութային եւ կենցաղային առումով, ինչքան էլ որ հայկական մշակույթ, հայկական կենցաղը մոտ է արաբականին, այդուհանդերձ արժանապատվական տարբերություններ կան։ Ուստի այս առումով եղան որոշակի այսպես տարբերություններ եւ ինչ որ առումով նաեւ բարդություններ, բայց ես նաեւ շատ կարեւոր եմ համարում արաբական ինչ որ երկրում, այդ 4 երկրներից մեկում կամ հետագայում նաեւ նոր հնարավորությունների դեպքում այլ երկրներում սովորելը շատ եմ կարեւորում, որովհետեւ հենց այդ փորձառության շնորհիվ մենք հաղթահարում ենք եւ լեզվական եւ մշակութային բարիերը։ Իմ օրինակով եթե մենք նայենք, ես իրոք արդեն ավելի ազատ եմ իմ արաբերեն խոսքում, ավելի լավ եմ հասկանում, անգամ եթե այդ խոսքը համեմված է թեկուզ որոշ խոսակցական կամ ոչ ֆորմալ լեզվական ինչ որ բաներով, ամեն դեպքում ես միևնույն է փորձում եմ ավելի լավ հասկանալ, քան նախկինում էր։ Իսկ կրոնական տեսանկյունից ինչպես է, որովհետև հետաքրքիր է այն առումով քրիստոնյաներ, ովքեր գնում են իսլամական երկրում սովորելու, իրենց այս մշակութային հաղթահարումը մի կողմ դնենք, ինքը կրոնական հաղթահարումը ինչպես է լինում։ Կրոնական հաղթահարումը, ասեմ, դե իրականում եթե շատ անկեղծ լինենք, այդ իմ թվարկած 4 պետությունները ըստ էության պետական առումով իրենք աշխարհիկ պետություններ են, այսինքն
չնայած նա որ իսլամը այդ երկրներում պետական կրոն է, նրանք համարվում են իսլամական երկրներ, հա, ժողովուրդը բավականին հավատացյալ է, բայց ըստ էության քրիստոնյաների եւ ընդհանրապես այլադավանների ազատությունները այդքան սահմանափակված չեն։ Իհարկե կան որոշ դեպքեր, օրինակ ասենք ենթադրենք Ռամադան ամիսը, մուսուլմանական Ռամադան ամիսը, որը իսլամական ծոմի ամիսն է եւ համարվում է կարեւոր ամիս իսլամական իրողության մեջ, այդ շրջանում բնականաբար ասենք ծոմը, որը շատ կարևոր նորմ է իսլամական կրոնի համար, պետք է պահվի, այսինքն պետք է հարգվի։ Դու կարող ես ասենք ծոմ չպահել, բայց հասարակական վայրերում սնունդի, հեղուկների, չգիտեմ, ծխախոտի օգտագործումը պետք է սահմանափակել եւ առասարակ Այսինքն եթե դու այդ կրոնի մասնակից չես, այդ տոնին մասնակից չես, բայց նաեւ պիտի անես նենց բաներ, որ չխանգարես իրենց կրոնի գործողություններին։ Ընդ որում ես ասեմ, դա եւ այսպես ասած բարոյական պարտք է մեր կողմից հարգել մյուսի, հա, դիմացինի կրոնական եւ ազգային պատկանելությունը եւ ընդ որում որոշակյորեն դա նաեւ պարտադրվում է այնտեղ ոչ շատ խիստ ձևով, բայց համենայն դեպս հորդորվում է այլադավաներին կամ քոնոշած նրանց ովքեր որ չեն հետևում այդ կրոնական ուրեմն դետալներին, նրանց ամեն դեպքում հորդորվում է պահել կարգը եւ ասենք մուսուլմանական միջավայրում Ռամադանի ժամանակ առավոտյան, հա, մինչեւ ուրեմն մայրամուտ չխմել, չուտել, չծխել եւ առասարակ պահել այդ ծոմի ուրեմն երևույթը։ Կրոնական նաեւ ասեմ Ալբերտ, այդտեղ նաեւ որոշակի խնդիր կա նրանով, որ մեզանում, հա, հայկական իրականության մեջ տարբեր պատճառներով իհարկե իսլամական կրոնը հակասական վերաբերմունքներ է առաջացնում հայերի մոտ, հայտնի պատճառներով իհարկե, եւ ես նաեւ այդ առումով եմ շատ կարեւորում ուսանողների կողմից արաբական երկրներում սովորելու փաստը, որովհետեւ նրանք ավելի են մոտենում այդ հասարակությանը եւ ճանաչում են այդ հասարակությունը, այդ կրոնը, այդ արժանապատվը այնպեսին, ինչպեսին որ նա կա իրականում, այսինքն իրենք իրենց աշկով տեսնում եւ հասկանում են թե իրականում ինչ է դա։ Այսինքն մի բան ատեցնելը, մի բան լսելը ու այդ լսածը կամ տեսածը իրար հետ համադրելը, բերելը դեպի Երևան ու այստեղ պատմելը երևի թե իր արդյունքը կունենա, քանի որ խոսում ենք դեպի այլ երկիր ուսում ստանալու եւ այդ ուսմանը մեկնելուց, Հայաստանում սա ինչպես է ձևավորվում, ոնց է կազմակերպվում առհասարակ համալսարանը հայտ է ներկայացնում մյուս համալսարանին կամ հուշագրով են գնում, այդ գործընթացը առհասարակ ոնց է իրականանում։ Շատ լավ, ուրեմն ոնց որ ասեցի, Հայաստանի համալսարանները մասնավորապես Երևանի պետական համալսարանը ունի հնարավորություն իր ուսանողներին ուղարկել արաբական այդ 4 երկրներից մեկը սովորելու։ Իրականում Հորդանանի Հաշիմյան թագավորության հետ կնքված պայմանագիրը մեզ հնարավորություն է տալիս նաև ուսանողներ ուղարկել ոչ միայն ԵՊՀ-ից, այլ օրինակ Սլավոնական համալսարանից, Արևելագիտության ինստիտուտից այնտեղի եւ նաեւ Բրյուսովի անվան համալսարանի այն ուսանողներին, որոնք ուսումնասիրում են արաբերենը եւ առնչվում են արաբերենի հետ, իրենք եւս կարող են հնարավորություն ստանալ մեկնել արաբական երկրում սովորելու, բնականաբար իհարկե քոտայի տեսանկյունից տեղերի մեծամասնությունը հենց պետական համալսարանի արաբագիտության ամբիոնին է, ի պատիվ մեր ամբիոնի դանաշեն, բայց ամեն դեպքում այդ հնարավորությունը կա։ Ինչպես է դա տեղի ունենում, դա միջպետական, միջհամալսարանական պայմանագիր է, որի շնորհիվ անվճար ուրեմն սկզբունքով ուսանողները համալսարանում արաբական այդ երկրների լավագույն համալսարաններում ստանում են կրթություն։ Կրթությունը բացառապես անվճար, այսինքն հայաստանցի ուսանողը չի վճարում իր կրթության համար։ Կան երկրներ, որոնք իրենց տնտեսական հզորության հաշվին, իրենց տնտեսական կանոնության հաշվին կարող են նաև հոգալ ուսանողի ճանապարհածախսը, ինչպես նաև ավելի բարձր թոշակ տրամադրել տեղում արդեն։ Հորդանի պարագայում մի քիչ այլ է, Հորդանանում օրինակ ճանապարհածախսը չէր հոգում հորդանյան կողմը, կրթաթոշակը տեղում ընդամենը 50 դինար էր ամսական, որը բավարար է կարծում, բայց այդքան շատ չէ իրականում։ Կատարի եւ Քուվեյթի պարագայում իհարկե իրավիճակը այնտեղ տնտեսական ավելի կայուն վիճակի շնորհիվ կողմը Կատարի եւ Քուվեյթի ընդունող կողմը
հոգում է ճանապարհածախսը եւ բարձր կրթաթոշակներ է հատկացնում։ Բայց իրականում ասեմ, որ այստեղ առանցքային եւ ամենակարևոր պահը այն է, որ ամեն դեպքում ուսանողները հնարավորություն են ստանում մոտիկից ծանոթանալ արաբական հասարակությանը։ Օրինակ Հորդանանը եւ Եգիպտոսը այդ առումով շատ լավն են, որովհետեւ իրենց ներսում այդ արաբական մթնոլորտ, այդ արաբական միջավայրը ամեն դեպքում պահպանվում է։ Օրինակ մի օրինակ բերեմ, շատ հետաքրքիր։ Տեսեք, մենք արաբական երկրների պատմության եւ քաղաքական գործընթացների մասին անցնում ենք հետեւյալ տերմինի մասին, որը tribalism է, այսինքն ցեղային կարգերի ուրեմն արկայությունը պետության ներսում։ Հիմա հայ ուսանողի համար բնականաբար այդ մոդելը, հա, այդ երևույթը անհասկանալի կարող է լինել առաջին հաշվից, որովհետև մեր իրականության մեջ չի եղել եւ չկա նման պրակտիկա, հա, ցեղային կարգեր, բայց իրականում արաբական երկրներում այդ ցեղային կարգերը շատ կարևոր են եւ պետության ներսում եւ նաեւ միջպետական հարաբերություններում։ Ես ինքս օրինակ Հորդանանում Աման քաղաքում, մայրաքաղաք Հորդանանի, այդ թաղամասը, որտեղ որ մենք ապրում ենք, Ջուբեյհա թաղամասը, գտնվում էր օրինակ լաուզիների Աշիրայի կամ այդ ցեղը այդպես են անվանում արաբերենում, այդ իրենց տնօրինության տակ էր գտնվում այդ թաղամասը։ Եվ ես արդեն ինստինկտիվորեն առնչվում է դրա հետ, դա ինչ է, իրականում ինչ է իրենց ենթադրում ցեղային կարգ, ինչ են իրենց նիստ ու կացը, ինչպես են ապրում, ոնց են ապրում, նշանակ դու տեսնում ես եւ հասկանում ես, որ այնինչ որ դու կարդացել ես գրքերի կամ նյութերի հոդվածների մեջ եւ քո համար կարող է ինչ որ չափ անհասկանալի լինել, չնայած նորից ասեմ, որ մեր պրոֆեսորը դասախոսական անձնակազմի հմտություններ եւ բարձր պրոֆեսիոնալիզմը այդուհանդերձ հնարավորություն են ստեղծում ուսանողների համար ամենաբարձր մակարդակով ծանոթանալ արաբական այդ արժանամակարգային եւ հասարակական տարբեր նորմերին, բայց ամեն դեպքում ավելի մոտիկից կամ ներսից ծանոթանալը այլ արդյունավետություն ունի իմ համոզմամբ։ Տես ուսանողները գնում են, մի տարի սովորում են, հետ են գալիս Հայաստան կամ այն երկրներ, որտեղից որ իրենք եկել են։ Ձեր դեպքում Հայաստան եք հետ գալիս։ Հայաստան գալուց հետո դուք նստում եք նախ մի կուրս ներքև, ձեր կուրսերից բացի, որտեղ դուք 1 տարի ուրիշ երկրում սովորել եք։ Առհասարակ այդ կուրսային շփումները, այդ գիտելիքի կարելի ասել ավելցուկը մյուս կուրսի նկատմամբ, եթե ճակերտավոր այդպես ասենք, դա ոնց է բալանսավորվում ու այդ գիտելիքը ինչպես է փոխանցվում մյուս կուրսերին։ Շատ լավ։ Իրականում ասեմ, որ անկեղծ ասեմ, անկեղծնեմ քո հետ Ալբերտ, որ երբեմն ուսանողները բախվում են խնդրի վերադառնալով, որովհետև այնտեղի այդ ասքո ասած այդ գիտելիքի ավելցուկը երբեմն ուսանողին ստիպում է մտածել, որ նա այլևս անելու բան չունի այստեղ, բայց դա ես ուզում եմ ասել բոլոր նրանց ովքեր կդիտեն այս հաղորդումը եւ նրանք ովքեր հետաքրքրված են արաբագիտությամբ կամ կապ ունեն արաբագիտությամբ, ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ արաբագիտության պարագայում միշտ կա անելու բան եւ միշտ ավելին պետք է սովորել։ Այս բացասական պահը երբեմն կա, բայց նաեւ ես ուզում եմ ասել, որ կրկնակի դրական կողմեր կան, որովհետեւ երբ որ վերադառնում է ուսանողը, բնականաբար ձեռք է բերում ինքնավստահություն, ձեռք է բերում պատշաճ գիտելիքներ, հա, արդեն այդ կոնկրետ այդ ուսումնասիրող առարկայի վերաբերյալ։ Օրինակ ես երբ որ վերադարձա, միտք իմ մոտ առաջացավ ստեղծել արաբենիակում մեր համալսարանի ուսանական խորհրդի շրջանակներում եւ դա շատ հրաշալի մոդել էր ոչ ֆորմալ կրթության, իդեպ, որի մասին դու խոսեցիր, որովհետեւ ուսանողներին իրականում հետաքրքրում էր այդ ոչ ֆորմալ ձևով ծանոթանալ այն մասնագիտությանը, որը որ իրենք զուգահեռաբար նաև ֆորմալ դասախոսների պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ են ուսումնասիրում, այդ ամեն ինչը դրական կողմեր են, իհարկե կարելի համարել, որ դրանք դրական կողմերն են այս ճանապարհորդության, կրթական ճանապարհորդության, հետո դու գալիս ես, ոնց որ դու ասեցիր, նստում ես մի կուրս ցածր քո կուրսընկերների հետ եւ իրենց տալիս ես այն բոլոր գիտելիքները, փոխանցում ես այն բոլոր գիտելիքները կրկին ոչ ֆորմալ ձևով, որոնք որ դու ինքդ ստացել ես, ասենք այդ արաբական երկրում։ Այդ ամեն ինչը կարելի է նաև ինչ որտեղ ներառել ոչ ֆորմալ կրթության սահմաններում, որովհետև իրականում երբ որ երկու կուրսընկեր կամ չգիտեմ, ավագ կուրսընկերը կրծերի հետ ինչ որ փորձի փոխանակում է անում, դա կարծում եմ շատ արդյունավետ է այս իրավիճակում։
Քանի որ մեր հաղորդումը հիմնականում բու աշխատաշուկա կապին է անդրադառնում, սովորեցիք, եկաք, այստեղ ավարտեցիք կամ դեռ չեք ավարտել, այս սովորածը ինչպես է օգտագործվում աշխատաշուկայում առհասարակ արաբագետների համար հանրապետությունում մեր, ինչ հնարավորություններ կան, ինչ աշխատանքներ կան կարելի ասել, որովհետև չկա չէ այդպիսի հստակ ինչ-որ հաստիկ, որ սա արաբագետի հաստիկ է, կա ինչ-որ մասնագիտացում, որը կարող է ինչ-որ գործընթացներում լինել ու նաև երկրորդ հարցն էլ մի անգամից տամ դրսից եկածը, որ Հորդանանում կամ այլ տեղում սովորելա, ինքը ինչ առավելություն առհասարակ ունի մյուսների նկատմամբ աշխատանքի ընդունվելուց։ Շատ լավ, այսպես ասեմ, իրականում երբ որ ավարտում ես համալսարանը, կա աշխատանքի հնարավորություն։ Իհարկե դա կախված է քո, այսպես ասած, կրթական դրսևորումից, հետո քեզ ոնց է դրսևորել այդ 4 տարիների ընթացքում, թե ինչ առաջադիմություն ես ունեցել, դա իրականում այո, կարևորվում է տարբեր ուրեմն տեղերում, որտեղ քեզ կարող են աշխատանքի ընդունել, բայց իմ համոզմամբ, օրինակ 4 տարի սովորելուց հետո միանգամից աշխատանքի մտնելը, որպես արաբագետ, կարծում եմ կարող է առաջացնել որոշակի բարդություններ, այսինքն կոնկրետ իմ կարծիքով, իմ անձնական կարծիքով, օրինակ մագիստրատուրայի ծրագրի դասավանդումը արաբագետի համար եւս շատ կարեւոր է, որպեսզի հետագայում նա ավելի պատրաստված լինի այս բարդ մասնագիտության ասպարեզում։ Բայց ամեն դեպքում ես ուզում եմ նշել, որ կան տարբեր կազմակերպությունների, իդեպ եւ պետական համակարգում եւ մասնավոր սեկտորում, որ բակալավրի շրջանավարտներին, արաբագիտության բակալավրի շրջանավարտներին կարող են տալ հնարավորություն փորձել իրենց ուժերը աշխատանքային տեսանկյունից իհարկե, փորձել իրենց ուժերը կամ դեսպանատներում, կամ հյուպատոսություններում, կամ այլ գերատեսչություններում, հա, պետական, նաև մասնավոր ուրեմն հատվածում, դա մենք ունենք այդ իրողությունը, դա ակտուալ է միշտ եւ կարծում եմ, որ դա նաև շատերի դուրը կարող է գալ այդ առումով, որ արաբագետները շատ հաճախ նաև ընտրում են այս մասնագիտությունը հետագայում լավ կարիերա ունենալու համար։ Իսկ Հորդանանից կամ այլ, ասենք, արաբական երկրից վերադարձող ուսանողների եւ մնացածի տարբերությունը կարծում եմ շատ հստակ է եւ շատ բնական է նաև, որ կարող է ինչ-որ տարբերություն լինել, որովհետեւ այն մարդը, այսինքն այն գործատուն, որը պետք է դիմողին գործի ընդունի, ինձ թվում է պետք է նաև հաշվի առնեն փաստը, որ Պողոս Պողոսյանը ենթադրենք կամ ինչ որ մեկ այլ, ասենք, արաբագետ շրջանավարտ մեկ ավել փորձառություն ունի, քան, ասենք, այն մնացածը։ Ամենայն հարգանքով իհարկե բոլորի հանդեպ, ես համարում եմ, որ յուրաքանչյուր ոք անգամ Հայաստանում կարող է լավագույնս դրսևորվել արաբական գիտությունների ասպարեզում, բայց դա անգամ այդ պարագայում վստահաբար գործատուն կարող է դա դիտարկել որպես մեկ ավել փորձառություն։ Ինչպես օրինակ կարող է նաև մեկ ավել փորձառություն դիտարկել այն փաստը, որ օրինակ ինչ որ էլի X անձնավորություն, ինչ որ ՀԿ-ում կարևոր ուրեմն փորձաշրջան անցել։ Այսինքն յուրաքանչյուր ավել դետալ, որը կարող է լինել մարդու CV-ի մեջ, իմ կարծիքով որոշակի առավելություն ստեղծում է։ Բայց այդպես չի հստակ, որ միշտ նախապատվությունը տրվում է արտասահմանում սովորած ուսանողին։ Դա այսպես հստակ չի էլի։ Քանի որ մենք մոտեցանք մեր հաղորդման տրամաբանական ավարտին, պետք է խնդրեմ մի հայերեն նախադասություն ասես ու դա նույնը ասես արաբերեն ու այդպես մոտենանք մեր ավարտին։ Դա քիչ հայերեն նախադասություն, ուրեմն կասեմ, որ մեր ֆակուլտետը եւ մեր ամբիոնը լավագույնն է աշխարհում, որը արաբերենով կնչի այսպես قسمنا وكليتنا أحسن كلية وأحسن قسم في العالم وأهلا وسهلا بكم في قسم دراسة العربية في جامعة هيليفان الحكومية يعطيكم العافية. شنورակալ եմ շատ։ Ես էլ քեզ եմ շնորհակալ շատ հետաքրքիր զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք աշխատանքի ուսուցումը տաղավարում աշխատում էր Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն էր արաբագետ Համլետ Սիմոնյանը։ Կհանդիպենք